Այսինքն հելը մինչև հիմա նախկիների թալանից եք խոսում։ Արա Արցախ եք հանձնե։ Արժանապատվությունն եք մեր ոտնահարե, 5000 տղու եք տարե կոտորե, ու հələ դուք խոսում եք նախկիների թալանից։ Դուք դի խոսակ նախկիների Արցախից, նախկիների բանակից, նախկիների դիվանագիտական պրոցեսից, Արցախի բանակցային պրոցեսից, որ հրապարակեցին թղթերը։ Այդ դրանից խոսակ դասը կարես նախկիների ցավը տանեմ, Լևոն Տեր-Պետրոսյանից սկսած մինչև Սերժ Սարգսյան, ՀՀՇ-ից սկսած մինչև Հանրապետական։ Դասեք նախկիների ցավը տանեմ արա։ Պետրոս գնա հենց մի ջերմուկ են դիրքերից մեկը Հայաստանի ձեր ասած Հայաստանի բան սուվերեն տարածքից, որ վերցել են թուրքերը, այդի գնա ազատագրի, արա հարստացի ճուզողի եղած չեղածնել մի ասել էի։ Գնա էդի արա հարստած, դու էլ հարստ, դու էլ թալանի։ Գնա ջերմուկը ազատագրի, ջերմուկը թալանի։ Հարց չկա։ Թալանը թալանել։ Բա պետություն են կառուցել, պետություն են անկախություն են կերտե, անկախ պետություն են տվե, Արցախ են ազատագրել։ Աթո մի քիչ էլ հարստանային ինչ էր եղի արա։ Դա ես նորմալ եմ համարում։ Դու մի հարուստ ես, Պետրոս։ Բա դու այսքան հնարավորություն ես, այդքան ես հարստացել, այն մարդիկ էլ եկա երկու պետություն են ստեղծել։ Խիչը հարստանային, նույնիսկ էդ էլի, դա թալան չի։ Ստեղ գոյություն ունի բարոյական կողմ։ Բարոյական կողմ, այ եթե Այ հիմա հմիկվա իշխանություններն են հարստանում նույնիսկ օրենքի տառին համապատասխան։ Այ դա է թալանը, որովհետև 120,000 մարդու անտուն են թողել, անգերեզման են թողել, որովհետև Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը դատվում է այսօր Բաքվի բանտում։ Այ հիմա հարստալներն է ամոթ, հիմա լավ ապրելն է ամոթ։ Երբ որ ազգը սովա մահալնում, սովա, ու դու խորոված ես ուտում, թեկուզ քեզ բերել են, օրինական տվել են, չես թալանի։ Այդ ուտելը արդեն բարոյական առումով ամոթ է։ Երբ որ ազգը մրսում է 90-ական թվականներին, որ մութ ու ցուրտ տարիներ էր, Լևոն Տեր-Պետրոսյան, Վազգեն Սարգսյան, Վանո Սիրադեղյան, Վազգեն Մանուկյան, Հայաստանի ղեկավարությունը այն սենյակում, որտեղ որ իրանք մնում են պլիտա չէին վառում։ Իսկ Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչյան առհասարակ բամբյոշկեքի տակ են իրանք ընտանիքները։ Այդ բարոյական կողմն է ուրիշ։ Հիմա պետությունը կերտել էին նախկինները, պետությունը կերտել էին։ 2000 պետություն ունեինք, տնտեսությունը զարգացել էր։ Խիպտի իրանք էլ չօգտվեին այդ տնտեսությունից, ու իրանք կամ հարազատները։ Խիպտի իրանք էլ չօգտվեին չհարստանային։ Այդ եմ ասում։ Երկու պետություն էին կերտել նախկինները, երկու պետություն։ Արժանապատվություն էին վերականգնել։ 15 թվի ցեղասպանության, Բաքվի ջարդերի 90 թվի Սումգայիթի ջարդերի վրեժն էին լուծել։ Դրանից հետո տնտեսությունն էլ զարգացել էին արդեն։ Խիչը հարստանային, արա։ Խիեք նեղվում, որ հարստացել են։ Ես մի նեղվում եմ, որ Լևոն Տեր-Պետրոսյանը քյասի բա։ Այն նեղվում եմ, որ 1000 թվի կաստում շալվարա հագնում, որը որ իմ համար ավելի արժեքավոր է, քան այս ձեր միլիարդները։ Բայց ես ասում եմ, թող ինքն էլ թող ունենա։ Բա Լևոն Տեր-Պետրոսյանի խեք կպնում, սաղուրը։ Նա էլա թալան է։ Նա էլա թալա, ինչ ալ Նիկոլին դեվա, ասկին ինչա կանգնած է իր կերտած պետության կողքը, արդեն էլ թալան չի այդ վատն է, չգիտեմ ինչն է։ Նա էլ չի թալանել։ Դե կեղտուտ անշնորհք մարդիկ են, հələ որ Լևոն Տեր-Պետրոսյանով են մարդ դարել է նաև։ Բայց Լևոն Տեր-Պետրոսյանով եկա գնաց այդ դարար դեպուտատ մարդ դարար, արա դու։ Նաև էդ էլի։ Մարիամ ջան, ասենք եթե մեկով մարդ ես դառնում, դե բնականաբար այն ժամանակ Նաստրադամուսը չէ Լևոն Տեր-Պետրոսյանը, որ իմանալ սա ինչ կարգի պատու հասա դառնալու, չէ։ Հա։ Բայց եթե մեկով մարդ ես դառնում, այդ մարդուն դի շնորհակալ լինես դու։ Սաղ կյանքը։ Չես ամաչում այդ ինչ բառեր ես ասում այդ մարդու, ասեն, մանալ որ տեղին քննադատում է քեզ, տեղին։ Ու այդքանից հետո Լևոն Տեր-Պետրոսյանը ես վերջում էլ էր ուզում քեզ օգնել, որ ասներ արա նա ապիկար անասունա, նա կեթա, ես իրան առաջարկող տարբերակների մեջից կընտրի ամենավատագույնը, ու տենց էլ եղավ։ Այդտեղ էլ էր պատրաստ քեզ օգնել։ Դու ընդառաջ չգնացիր։ Ասներ խորհուրդ տանք ասենք, այս վատերի մեջից մինիմալ վատը որն է։ Դու գնացիր ընտրի մաքսիմալ վատը։ Արցախը ճանաչիր Ադրբեջանի կազմում։ Արա գոնե նենց ճանաչեիր, ռազմագերի չունենայինք։ Փաթեթով ճանաչեիր։ Գոնե նենց ճանաչեիր արցախցիները դե ինչ-որ մի հատ ինքնավարության ինչ-որ մի բան ունենային արա։ Սա կասեմ ես, անշնորհքների մեկն են, էլ ինչ ասեմ։